Ռուբեն Ռուբինյան, նախքան ուրիշներին դաստիարակելը պետք է պատրաստ լինել, որ մի օր փաստերը սկսելու են դաստիարակել քեզ։ Եվ եթե իշխանության ներկայացուցիչները արդեն անցել են մարդկանց դաստիարակելու տոնին, ուրեմն եկեք սկսենք հենց իրենցից։ Այսօր հենց այդ օրն է, պատրաստվեք։ Իմիջիայլոց հրավիրում եմ նաև ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը։ Եվ այսպես, 2017 թվականին Ռուբեն Ռուբինյանը մեկնում է Թուրքիա, բայց ոչ որպես զբոսաշրջիկ կամ պատգամավոր, այլ որպես Հայաստանի մի երիտասարդ քաղաքացի, ով ընտրվել էր Հայաստան-Թուրքիա մասնագիտական փոխանակման ծրագրում։ Պարզ չէ, թե ինչ ծրագիր է սա։ Հիմա ուշադրություն։ Այս ծրագիրը ֆինանսավորվել է կրթության ծրագրերի հետ կապ չունեցող Մեծ Բրիտանիայի կառավարության հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի կողմից։ Ռուբինյանի ընդունող կազմակերպություններից մեկը եղել է Ստամբուլի քաղաքական կենտրոնը, Սաբան համալսարան, իսկ մյուսը Քադիր Has համալսարանի միջազգային եւ եվրոպական հետազոտությունների կենտրոնը։ Իսկ հիմա ամենահետաքրքիրը։ Այսօր նույն Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր բանակցողն է։ Ու հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ցանկանում է այս պրո-թուրքական հայացքներով մարդուն դարձնել ազգային ժողովի նախագահ։ Ես այս պահին առայժմ զերծ կմնամ եզրակացություններից, բայց որպես հայ եւ Հայաստանի քաղաքացի ուզում եմ հասկանալ, թե ինչ ծրագրեր էր սա եւ որն էր այս ծրագրերի իրական նպատակը։ Ինչ աշխատանքներ է կատարել պարոն Ռուբինյանը Թուրքիայում։ Ովքեր են եղել նրա ղեկավարները Թուրքիայում։ Ինչ հաշվետվություն է ներկայացրել ծրագրի ավարտին պարոն Ռուբինյանը։ Ինչու էր այն ֆինանսավորվում հենց Բրիտանիայի կառավարության հակամարտությունների կայունության եւ անվտանգության հիմնադրամի կողմից։ Եվ ինչպես եղավ, որ այդ ծրագրի մասնակիցը հետագայում դարձավ Թուրքիայի հետ Հայաստանի գլխավոր բանակցողը։ Եվ վերջապես Հայաստանի ազգային ժողովի նախագահին նշանակում է Հայաստանը, թե Թուրքիան։ Հավելեմ նաև, որ Հայաստանից, ինչպես ԿՊ-ն է ասում, նա մենակ չէր, մենակ չէր, մենակ չէր։